Հինան շրջանի 4-րդ կիրակին հայ առաքելական մեր մայր եկեղեցին տոնախմբում է խաչին նվիրված 4 տոներից մեկը Երևան Սուրբ Խաչի տոնը։ Այսօր հիշատակում ենք պատմական մի իրադարձություն, որը տեղի է ունեցել դարեր առաջ։ 351 թվականին Երուսաղեմում Գյուրեղ հայրապետի օրոք երկնքում երևում է փրկչական խաչի նշանը տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը։ Ականատեսները վկայում են, որ խաչի երևումը առիթ է հանդիսանում շատերի հավատալուն և դեպի Աստված դառնալուն։ Սիրելիներս, երկնային աստվածային որևէ հրաշք ինքնանպատակ չէ, այլ ծառայում է որոշակի նպատակի, նախ և առաջ և առաջին հերթին մարդու փրկությանը։ Երբ Աստված ցանկանում է անհավատներին հավատքի բերել, իսկ թերահավատներին հաստատել հավատքի մեջ, իր ամենակարող զորությամբ իբրև երկնային պարգև և ողորմություն հրաշագործում է։ Այդ հրաշքներն էլ դառնում են այն արտաքին ազդակները, որոնք ներքուստ մարդուն մղում են դեպի ապաշխարություն, դեպի առաստված դարձի։ Սուրբ Խաչի Երևան տոնը հրաշալի մի առիթ է քրիստոնյաներիս համար խորհելու խաչի խորհրդի և խաչյալի մասին, անդրադառնալու և մեր կյանքում արժևորելու այն մեծ զոհաբերությունը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս իրականացրեց խաչի վրա մարդկության փրկության համար։ Խաչը այլևս մահվան գործիք չէ, այլ կյանքի հաղթանակի և Աստծու անսահման սիրո նշանն է տրված ողջ մարդկությանը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս, սիրելիներս, կրեց իր խաչը, քայլեց խաչի ճանապարհով և սրանով մեզ օրինակ տվեց մեր փրկության համար կրելու մեր խաչը և քայլելու խաչի ճանապարհով։ Մենք բոլորս, մեզանից յուրաքանչյուրը ունի իր խաչը, որը երբեմն ամենածանրն է թվում, և թվում է այն կրելը և տանելը անհնարին։ Սակայն մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ իրեն հետևելու միակ ճանապարհը խաչի ճանապարհն է։ Ով ուզում է ինձ հետևել, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ Պողոս առաքյալը հիշատակում է, որ խաչը մեր և Աստծու միջև հաշտության նշանն է։ Երբ Աստված մարդկության հետ ուխտ է կնքում, այդ ուխտի կնքման համար տալիս է նշան։ Երբ Աբրահամի հետ ուխտ կնքեց, նշանը թլպատությունն էր, Նոյի հետ ծիածանն էր, Մովսեսի հետ տասնաբանյա պատվիրանն էր, իսկ մեզ հետ կնքած նոր ուխտի նշանը խաչի նշանն է։ Խաչակնքմամբ և խաչը մեզ վրա կրելով մենք փաստում ենք, որ մենք նոր ուխտի անդամներն ենք։ Այլ խոսքով, խաչը ոչ թե թալիսման, ոչ թե զարդ է, այլ մեր քրիստոնյա լինելու և Քրիստոսին պատկանելու ակնհայտ վկայությունն է։ Հետևաբար, խաչի նվիրական այս սուրբ օրը հայցենք Աստծուն, աղոթենք առ Աստված, որ Աստված իր խաչի հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայոց աշխարհը, իսկ մեր աշխարհասփյուռ հայրենիներին պարգևի համերաշխության և միասնության ոգի։ Տեր Հիսուս, քո խաչը թող մեզ ապավեն լինի։